Այդ քո ասած Հայաստանի Հանրապետության, Հայաստան էլ չես ասում, Հայաստանի Հանրապետության, իսկ Հայաստան ասում ես Հայաստան ես ասում, Հայաստան։ Դու այնքան ուղղակի սա մի տեսակ վիրավորական կհնչի մեր երկրի, մեր հայրենիքի համար, բայց ոնց ասեմ, դու այնքան թքած ունես այդ նույն երկրի, այդ նույն պետության, այդ նույն հայրենիքի, այդ նույն Հայաստանի վրա, որ դու նույնիսկ դրա անվանումը ճիշտ չես արտաբերում։ Դու Հայաստան ասում ես մենակ, երբ որ ասում ես Հայաստանի Հանրապետություն, իսկ երբ որ ուղղակի պիտի ասես Հայաստան, առանց այդ ձևականությունների Հանրապետություն, Դաշնություն, եսիմի ինչ, դու ասում ես Հայաստան։ Հերիք չի մեր պետության, մեր երկրի անվանումը այդ իրանական ազդեցության պատճառով 11-րդ դարում հայք անվանումը վերածվեց Հայաստանի, ստան բառը ու վերջածանցը իրանական վերին կպցրին հայային, Հայաստան։ Մի հատ էլ այդ Հայաստան անվանումը սխալ են արտասանում։ Ես լիովին հարգում եմ այդ անվանումը, դա մեր պատմությունն է ու իրանական լեզուներն էլ հնդեվրոպական լեզուներ են, այդտեղ բան չկա։ Բայց ինձ համար, եթե մենք դիտարկենք հենց հայկական, ասենց ավելի մաքուր հայկական ծագումով անվանում, ապա հայքը ավելի մաքուր հայկական ծագում ունի։ Թող լինի Հայաստան։ Ճիշտ է, հայտնի չպիտի մոռանանք։ Ու մնացած անվանումները Բիայինի, Նայիրի։ Այդ որ ասում են Արարատ, չէ՞։ Թող լինի Հայաստան։ Բայց տեսնում եք, Հայաստան։ Այս ի՞նչ է։ Այդ քո Հայաստանի Հանրապետության, որ ասում ես Հայաստանի Հանրապետություն, ասում եմ քո, որովհետև դու ես անդադար արտաբերում, ես ուրիշներից շատ ավելի քիչ եմ լսում Հայաստանի Հանրապետություն, այն գոնե երբեմն ճիշտ է տենց ասում են, բայց ասում են Հայաստան, իսկ դու Հայաստանի Հանրապետություն, դու ոնց որ ուզում ես հրաժարվես Հայաստանից, դու ինչ-որ Հայաստանի Հանրապետություն ես բռնած գնում, բանը, պուճուր, քարտեզը, բանը, չգիտեմ, մետաղից, ինչից, թղթից, կարտոնից սարքած ոսկեգույն գույնի, սենց երկու մատի մեջ բռնած քայլում է, դու հիվանդ ես, Կապիտուլյան։ Ուրեմն, նորից, այդ քո Հայաստանի Հանրապետության հարավ-արևելյան մարզի, այսինքն, բանը ամենահարավ-արևելյանը նկատի ունեմ, Սյունիք մարզի տարածքներից քո սիրած շատ սիրելի Ադրբեջան ոչ բարով գոյություն ունեցող պետությունը օկուպացրել է։ Ինչի դու չես զբաղվում այդ տարածքների վերադարձով։ Թեկուզ խաղաղ ճանապարհով, ոնց որ դու ուզում ես, ոնց որ դու սիրում ես, քո աղբերներին, փուփուշ աղբերներին զերծ չտանք, էլի։ Իրանց զինվորներին չտանք սատկացնենք, լարենք մեր հողից, խաղաղ ձևով պախարոշում ուռադները քաշեն։ Ինչի՞ չես զբաղվում այդ տարածքների ազատագրմամբ, ոնց ասեմ, ազատմամբ, ազատագրել, էդի կռիվ մռիվը, հա, ճիշտ է, ես խաղաղ ճանապարհով նկատի ունեի ազատագրել, բայց հա, ինչի՞ չես զբաղվում այդ տարածքների վերադարձով։ Այսպես ձևակերպենք, ու իրոք վերադարձ է դա գալիս։ Ինչի՞ չես զբաղվում։ Ինչի այնտեղի գյուղերը, այնտեղի մարդիկ, այնտեղի ժողովուրդը պիտի հանգիստ չկարողանան իրենց տան մեջ քնեն, որովհետև բանը այն, չգիտեմ, բարձրունքից, այն եսին որտեղից, եսին որ գետի ափից, եսին որտեղից բանը ադրբեջանցին ազերել չասենք, բանը դեմոկրատիա դարավ, էլի, երբ որ հայերին, ինչ ասես հայերի գլխին բերին, այդ վաղ ոչ ոք դեմոկրատիա չի հիշում։ Երբ որ ադրբեջանցիներին պիտի անվանես այնպես, ոնց որ իրանք արժանացել են, իրանց գործով արժանացել են, այդ ժամանակ մենք հիշում ենք դեմոկրատիան։ Ձեզով ասել, որ մենք դեմոկրատիա ենք ընդունել, Ինչի՞ ես պիտի ընդունեմ ինչ-որ հույնների դեմոկրատիան, թող իրանք շատ կներեք ռադները քաշեն իրենց դեմոկրատիայով։
Ես ապրում եմ Հայաստանում հայոց հողի վրա, որը ոչ մի Հունաստան չի, ոչ մի հունական բան չի, որը նույնիսկ աշխարհագրորեն Եվրոպայել չի, հայկական լեռնաշխարհ, բան, Առաջավոր Ասիա, Հայաստան։ Ես ինչ կապ ունեմ դեմոկրատիայի հետ։ Կարաք դուք ինձ օրենք ցույց տաք, որ բանը սահմանադրությամբ կամ ուղղակի օրենսդրությամբ Հայաստանի ինչ որ օրենք, որով մենք պարտավորված ենք դեմոկրատ լինել, դեմոկրատիայով շարժվել։ Այս ինչ բան է, ինչ դեմոկրատիա։ Մեր բոլորի գլխին ինչ ասես բերեցին, ոչ մեկ դեմոկրատիա իրանցից թշնամիներից ոչ մեկ դեմոկրատիայով չշարժվեց։ Դեմոկրատիա բառը չասեց։ Ուրիշներից ոչ մեկ չասեց դեմոկրատիա։ Չասեց, տեսեք հայերի գլխին ինչ են անում, էսի դեմոկրատիա է խախտում։ Բայց երբ որ մենք ինչ-որ բան պիտի անենք կամ ասենք, կամ մենք պիտի լռենք, կամ էլ դեմոկրատիայի կանոններով։ Ես թքած ունեմ այտենց դեմոկրատիայի վրա, դա կեղծ է, կեղծ դեմոկրատիա է դա։ Դա նույնիսկ իսկական չի, սկսենք նայած, որ իսկական դեմոկրատիան էլ է իմ համար սխալ։ Մի հատ էլ սա կեղծ է, հասկանում եք։ Ոնց որ ասենք բաներին, արևապաշտներին ուզենան տանեն այդ արևապաշտներին սենց արևապաշտների ջանին կապեն հուդայականությունը, որ արդեն հասկանում եք ինչ է ստացվում։ Մի հատ էլ դա իսկական հուդայականություն չի, կեղծ հուդայականությունը։ Հիմա նույն բանն է։ Դուք բերել եք ինձ հուդայականությունից մի քիչ որոշ չափ ավելի լավ, ավելի դե ոչ այդքան վատ բան եք ուզում տալիս, օրինակ ինձ։ Մի հատ էլ իսկականը չէ կեղծը։ Ես ձեր դեմոկրատիան նկատի ունեմ։ Ինչ ենք անում մենք դեմոկրատիան։ Բանը Հայաստանի Հանրապետություն, որ ասում ես, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի տարածքներից օկուպացվել է։ Վայոց Ձորի մարզից ավելի մեծ կտորներ օկուպացված են։ Բանը Գեղարքունիքի մարզից էլի տարածքներ են օկուպացված, Սոտքից օրինակ, Սոտքից արևելք ընկած տարածքներից։ Գեղարքունիքի մարզ։ Կանգնում ասում ես իմ համար Տիգրանակերտը բանա, ներողություն, Տիգրանաշենը Ադրբեջանը, Արարատի մարզում գտնվող Տիգրանաշեն գյուղի մասին է խոսքը։ Իմ համար, տեսեք ես վարչապետ եմ, իմ համար։ Դու պետք է խոսես նրանից ումն է այդ գյուղը, այդ հողը ժողովրդի համար, ազգի համար, պետության համար։ Հասկանում ես։ Լավ, ազգային ժողովի պատգամավորների, չգիտեմ, իրանց մեծամասնության համար, ասում ես իմ համար։ Դու ով ես շատ կներես։